Հունվարի 8-ին Արցախում տեղի ունեցավ մանկական եվրատեսիլ երաժշտական մրցույթի 2010 թվականի հաղթող Վլադիմիր Արզումանյանի հարսանյաց արարողությունը։ Հարկ է նշել, որ երգիչը իր սոցիալական էջերում ոչ մի հրապարակում չէր արել, և միայն հայտնի բժիշկ կոսմետոլոգ Տաթևիկ Սարգսյանի ինստագրամյան էջից հնարավոր եղավ լուսաբանել երգչի կարևոր օրը։ Տաթևիկ Սարգսյանը ինստագրամյան սթորիների շարք էր հրապարակել, և մի քանի ժամվա ընթացքում համացանցում տարածվեցին նրա հրապարակած հոլովակները։ Ինչպես երևում է հրապարակված հոլովակներից, կոսմետոլոգը օրվա հատուկ հյուրերից էր։ Հետևելով նաև նրա ինստագրամյան էջին նկատում ենք, որ Վլադիմիրը Տաթևիկ Սարգսյանի, քանի որ Տաթևիկ Սարգսյանը իր ոլորտում լավագույններից մեկն է և մեծ ճանաչում է վայելում այն մարդկանց շրջանում, ովքեր հետաքրքրված են էսթետիկ փոփոխություններով, ներարկումների միջոցով նիհարելով, շրթունքների ծավալի փոփոխությամբ և երիտասարդ տեսք ունենալով։ Իր այցելուների մասին խոսելով Տաթևիկը նշել է, որ կարևոր է նրանց կարծիքն ու ցանկությունը։ Երբ տեսնում եմ, որ իմ այցելուն եկել է, սակայն չունի միջամտության կարիք, ոչինչ չենք անում։ Միշտ լսում եմ այցելուի կարծիքը, հայտնում եմ իմ մասնագիտական կարծիքը, ինչից հետո էլ գալիս ենք ընդհանուր հայտարարի։ Եվ ինչպես հոլովակի սկզբում նշվեց, նրա այցելուների մեծ մասը հայ հայտնիներն են։ Այդ մասին բժշկուհին նույնպես խոսել է։ Ինձ համար որևէ բարդություն չկա աշխատել հայտնիների հետ, քանի որ ես որևէ մեկին չեմ տարանջատում։ Իմ բոլոր այցելուներին մոտենում եմ նույն տեսանկյունից, աշխատում եմ նույն նյութերով և որ ամենակարևորն է, լինում եմ մաքսիմալ անկեղծ և սրտացավ։ Հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է նա. «Նկատենք նաև, որ Տաթևիկի գրաֆիկը բավական խիտ է և չնայած դրան, բժիշկ կոսմետոլոգը հասցնում է միշտ իդեալական տեսք ունենալ, լինել նորաոճ և մշտապես ներկայանալ գեղեցիկ կերպարներով։ Իսկ Star-News-ին մնում է միայն առաջարկել ձեզ դիտել մի քանի այլ լուսանկար»։